Քո կյանքը քեզ թվում է երջանիկ Թողել ես տուն ու տեղ ու ընտանիք Այն իշտ է կյանքում կարևոր ես դու ապրում ես ամեն օր Ասում չունես ոչ մի կարիք Բայց մոռանում են կարևոր մի բան Հարազատ ընկերներ ու բարեկամ Ամենաթանկը աշխարհում որ կան Վազում է գետևից հարստության Զոսկալի է կյանքը քո դառնում Երբ փառքով վերև ես ավառնում Մի մոռացիր մարդ մնալ կյանքում Որտեղ կա վերել կամ նաև անկում Զոսկալի է կյանքը քո դառնում Երբ փառքով վերև ես ավառնում Մի մոռացիր մարդ մնալ կյանքում Որտեղ կա վերել կամ նաև անկում Սոնա սպասի բան ես սխալ ես հասկացել Ինչ է Սոնա ինչ ես լացում Ասեմ պապի ջան Ուրեմն ես մի քանի օրա որ ես գնում եմ այդ ստորացուցիչ աշխատանքներն եմ անում Գիտես ինչա Աբուն ինձ ասել է ինչի համար Ինչ ասել Որի վրա քեզ կա չէ Աբու ինչ ա եղել Հեչ պապ ուզում Սոնա հետ առանձին խոսամ Չէ տղա ջան Սես չեղա Էս ինչ վիճակ է Հենց իմ ներկայությամբ էլ կխոսես ու կբացատրես ինչ ա կատարվել Պապի ջան ուրեմն կատարվում է այն Որի վրա ոչ մի քեյս էլ չկա Ուղղակի քո տղեն որոշել է ինքը ինձ պատժել Սոնա սխալ ես մեկնաբանում հասկացի Այդ ամեն ինչը ես արել եմ որ դու կյանքի մյուս կողմներ տեսնես Մյուս կողմը Ուրեմն այս կյանքի մյուս կողմը չի Որ մենք մեր կյանքից զրկվելու եկել ենք ստեղ Այստեղ ենք ապրում Որտեղ որ անգամ ջուրը ժամով է որ պետք է աղոթենք որ սառնարան ուտելու բան լինի Ստեղ քնել հնարավոր չի Այս ի՞նչ է կյանքի մյուս կողմը չի Տեսար պապն է խոսա Պապ Մեր կյանքը վերածվել է դժոխքի Ու քեզ այս ամեն ինչը հերիք չէր Քեզ պետք էր որ ես գնայի հոմլեսներին հաց բաժանեի դրսում աղբ հավաքեի Գնայի այդ ծերանոց ու ստրես տանեի տեսնելով այդ մենակ պառավներին Ինչքան դաժան կարաս լինես դու պապա Էս ինչ ա եղել բալես Էս ինչ ես լացում Սոնա Չեմ լացում աչքս բանա մտել Էս ինչ ա կատարվում էստեղ Կբացատրեք հասկանամ աղջիկ ջան Ինձ էլ թվաց ծերանոցից հետո ինչ որ բան ա փոխվել մեջդ Պապի դու կապ չունես ես քեզ չէի ասում Պապային նկատի ունեի Ես իհարկե հրաշալի պայմաններ չունեմ Բայց այն ինչ ունեմ բաց սրտով ձեզ եմ տվել Պապ այդ քանը որ հասկանա ես ինչ դարդուն էի էլ Մենակ էդ ունես ասելու Ես ինչ արել եմ շատ ճիշտ եմ արել դու հիմա կատաղած ես կհանգստանաս կհասկանաս Աբա ինչ պետք է հասկանա Էդ ինչ ես արել Ուղղակի փորձել եմ ապրել սովորացնեմ կյանքը սովորացնեմ Այդքան բան Էդ ձև Պապ դու չգիտես ես այս քանի օրա ինչքան ստրեսի մեջ եմ Էս ուղղակի աններելի է Ես չեմ կարող ընդունեմ ես Աբա ինչ ա եղել Կյանքս բարձացի վերը կպատմեմ Կներես պապ կներես Եկա էշեք Կյանքում չէի մտածի որ սառը ջրով լողանալ կսովորեմ Ասում են առողջության օգտակար է Առողջությունը չգիտեմ բայց որ թոքաբոր չընկնենք էլի լավ է Էդ ի՞նչ ես նայում Մենակ չասես որ SpongeBob ես նայում Այդ քո մասին է SpongeBob-ը Լսի ինձ մեկ թվում է որ դու ընդհանրապես մանկություն չես ունեցել Միշտ տենց բիձա ես եղել Իսկ խի Էդ ես եմ ուզում հարցնեմ խի Դե ուրեմն եթե տենց է դու էլ ես մանկության ֆազայում Աբա ինչ հակաս կապածներդ ինչ է Գույնս գույն ձևավոր Յանի ինչ Ճիշտ ասած ես հակած կապածներից մասին ես էլ եմ մտածել Ու ուզում եմ ոճս մի քիչ փոխեմ կարող է օգնես ինձ Հա Դեյվ Արակապի գործերից Տես բեսամ մոդելիստի նման եմ հա Լավ է ինչ խնդրեցի որ չես ուզում օգնես Հա ինչ էր որ չուզեցիր օգնես Մի երկու խորհուրդեր տայր էլի Չեմ ասում լրիվ քոպես բայց դες միջին մի բան էլի
Կարոջի արի սենց անենք։ Ես քեզ կասեմ դու ինչ ակնես։ Բայց դրա դիմաց դու ինձ պիտի ասես, տենց իմ տարիքի լակոտ լուկուտները ուր դեն էթում էլի լրվսնում։ Այսինքն ուր են գնում, այդ ինչ նկատի ունեիր։ Դե ուր են գնում կայֆավատելում, enjoy անում, ոբշեմ էլի տենց ուր են գուլյատելում вообще իրան։ Կասեմ, եթե օր ծերություն որոշել ես դարձի գաս, անպայման կասեմ։ Լավ կատակ եմ անում, կիմանամ կասեմ ուր են գնում։ Ապրես։ Իսկ հիմա կարճ քո ոճի մասին։ Ինչքան շոր ունես, սաղ տարթափի զիբիլը։ Լուի Վիթոններն էլ։ Առավել եւս։ Դժվար է, բայց կանեմ։ Չեմ խանգարում։ Կներես ուղակի տեսաստեղ մարդ կա եկա։ Ինչ-որ բան է եղել։ Ես գնացի աշխատելու։ Հետո այնտեղ ծերեր կային։ Իրանք քիչ էր մնում ինձ էլ ուտեին, իրանք ողջ ունեին, մենակ էին, դրսում էին ցուրտ էր այնտեղ։ Հետո պապաս ինձ խաբեց։ Չհասկացա, ինչ ես ասում։ Ջուր կուզես։ Սառը չլինի։ Քո տնեցիք քեզնից ինչ-որ բան հասկանում են։ Լավ, վերջ, մոռացի ինչ ասեցի։ Դու նստի, ես հիմա ջուր կբերեմ։ Ինչ ա արել Սոնան։ Police station-ում ա եղել։ Հանգստած այդ հարցեր արդեն լուծել եմ։ Իմ աղջիկը ուրիշի մեքենան ա վնասել։ Ես էլ սենց չեմ կարող, ես արդեն վերջի կաթիլն ա։ Վերջի կաթիլը ստե գալուց առաջ ա եղել։ Ունես որ հանգստած երիկը խաղաս։ Լավ, այդ մեկո։ Ուրեմն երեխես այտենց բախեցած դու ստիպում ես, որ ինքը գնա public աշխատանք անի, հա Ալբերտ։ Ինչ ես խոսում։ Ինձ ում տեղն ես դրե։ Ուղղակի թե բաներ արե, աղբը հավաքի, մեկ էլ հոմլեսներին հաց հատվե։ Ես էլ ասեմ երեխես ուր ա գնում ամեն առավոտ Սարոյի հետ։ Բա դու մեր ես, չես ասում բան ես, առավոտն ուր ես գնում։ Գիտես խի, որովհետև սովոր ես, որ երեխեքը տանը չեն լինում։ Ես եմ այս ամեն ինչը մեղավոր։ Չէ, էս մեր մեղքն է, որ շատ քիչ ժամանակ ենք տրամադրել մեր երեխեքին։ Լավ, բա դու պապա ես, թույլ ես տվել երեխեդ գնա այդ աշխատանքը անի։ Պետք է երեքն էլ աշխատեն, պետք է դու էլ աշխատես, պետք է ես էլ աշխատեմ։ Ամերիկայում ամոթ գործ չկա, ամոթը այն է, որ մարդ չի կարողանում պայի ընտանիքը։ Սպասի Սարոյին ասեմ, որ վաղը չգա երեխու հետևից։ Ինչու եք կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Lux, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ինչ, որտեղ, երբ Palm Springs-ի մոտակայքում, Գարիկի մոտ, տարվա ցանկացած եղանակի, արքայական հանգիստ, բնության գրկում նախատեսված անգամ ամենաբծախնդիր հյուրերի համար։ Եթե հանգիստ, ապա միայն ու միայն Գարիկի մոտ։
մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե lease, թե buy տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal։ Skinovate մեծ սպայում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Advanced Chiropractic Wellness Center, Վեննայս եւ Բրբանկ քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Ճշգրիտ հետազոտություններ Unique Diagnostic Center-ում։ Մենք տրամադրում ենք MRI համակարգ, ինչպես նաև բարձր որակի ռենտգեն։ Unique Diagnostic Center, ճիշտ ախտորոշումը բուժման կեսն է։ Ակշար USA-ը ներկայացնում է Հայաստանի արևահամ բերք ու բարիքի համն ու հոտը Լոս Անջելեսում։ Արտադրանքը ստանում ենք Հայաստանից, տեղում պահեստավորում եւ մատակարարում ենք բոլոր խանութներին։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ Մեր տպարանը միավորում է պրոֆեսիոնալ դիզայնը եւ որակյալ արտադրությունը, որպեսզի ձեր անունը միշտ լինի առաջինը։ Մենք ունենք ամեն ինչ ձեր բիզնեսն առավել նկատելի դարձնելու համար։ Տեղում Անշարժ գույք, լավագույն վարկային ծրագրեր եւ նույնիսկ Living Trust եւ կյանքի ապահովագրություն ձեր ընտանիքը եւ ժառանգությունը պաշտպանելու համար ամեն ինչ մեկ ծառայության ներքո։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Ծրիա, սենսացիան ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ 1%, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Golden Palace Rental Hall, կատարյալ վայր ձեր տոնակատարությունների համար։ Ձեր երեկույթներն առավել տրամադրություն կհաղորդեն մեր սիրելի արտիստները։ Golden Palace Rental Hall, որտեղ յուրաքանչյուր պահ դառնում է տոն։ Ախ։ Ոյ։ Այսինքն ավելի շատ։ Ներքևնայի։ Ցավ կա։ Որնաստացավ։ Այս։ Վթարից հետո այդպես ցավեր լինում են։ Դե կլինի։ Առավոտից երեկոն ղեկի նստած եմ։ Ոնց էլ չլինի տարվա մեջ մի հատ ակսիդան լինում է։ Մեզ մոտ որ գազ բուժումների եւ վարժությունները անես կանցնի։ Շնորհակալ եմ։ Կներեք մի հատ պատասխանեմ էլի։ Ես էլ գնամ վարժությունների ցուցակը բերեմ։ Հա շեֆ։ Սարո, վաղը Սոնային ոչ պիտեղ պետք չի տանել։ Հա, հասկացել եմ ամեն ինչ։ Հակ խոսամ է Սոնայի հետ։ Բայց դու կերևա չէ վաղը։ Հա, շեֆ ջան, բա ոնց։ Լավ։ Սա վարժությունների ցուցակն է, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ արձակուրդ վերցնեք։ Արձակուրդ դժվար, բայց ձեզ մոտ ես անպայման կգամ էլի։ Շատ բարի։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի ջան։ Սա պետքան ենք, սա եւ սա։ Ինձ թվում էր միակ վատ բանը, որ կարող իմ հետ լիներ, այդ արդեն եղել է։
Պապայիս ընկանալը, մեր ստեղ գալը, իմ աշխատելը, Արամի արածը, իսկ հիմա պապայի սուտը։ Իսկ ինչի արել։ Ինձ թվում է, որ ինձ վերջնական կործանված զգամ, որ կորցնեմ լավ ապրելու հույսս։ Հա որ, իսկ եթե հակառակը։ Այսինքն։ Դե երևի պապատ ուզեցել է քեզ ցույց տա, որ այս կյանքում կան մարդիկ, որ ավելի վատ պայմաններում են ապրում։ Ճիշտ է, կարող է ուղիղ տարբերակ ընտրել, բայց ամեն դեպքում ինչ անում է քո համար անում։ Բայց ինչ պարտադիր էր ես տեսնեի կամ իմանայի, որ մարդիկ շատ վատ են ապրում, որ սնունդ չունեն, որ իրանք իրանց մենակ են զգում։ Գիտես, ես ինչքան մեղքի զգացում ունեի ծերանոցից հետո պապիս նկատմամբ, որ այսքան ժամանակ իրան մենակ եմ թողել, անուշադիր եմ եղել։ Ինչի ես ժպտում։ Փաստորեն ստացվում է, որ պապայիդ մեթոդը աշխատել է։ Այսինքն։ Հասկացել ես, որ շատ ժամանակ պիտի պապիդ հետ անցկացնես։ Եթե իրանք այս ամեն ինչի քեզ ուղղակի ասեին, դու չէիր համաձայնվի, չէիր հասկանա ինչի համար են ասում, բայց այս դեպքում դու քեզնով ես եկել նրան, որ ճիշտ է դա։ Որ պապիդ քո համար շատ կարևոր է ու պիտի շատ ժամանակ իր հետ անցկացնես։ Միշտ չի, որ մեր ծնողները ամեն ինչ անում են մեր սրտով։ Բայց դե ինչ որտեղ հասկանում ենք, որ մեր համար են անում ու այդ պահին տենց են մտածել։ Որ դա ճիշտ է։ Գիտես, առաջ ինձ թվում էր, որ ծնողներս պարտավոր են մենակ ինձ ապահովեն ամեն ինչով։ Նյութականը նկատի ունեմ։ Լավ է, որ տենց հնարավորություններ է մարդ ունենում։ Բայց կարևորը մարդկային արժեքները չկորցնի։ Չեմ ուզում մտածես, որ կորցրել եմ մարդկային դեմքս, կամ որ առաջ վատ մարդ եմ եղել։ Ինչի որ տենց մտածեմ, ինչ պիտի փոխվի։ Ուղղակի դու իմ այս նոր կյանքում իմ միակ ընկերն ես։ Հենց ուզում ես ասես մենք ընկերներ ենք։ Ինչ կլինի որ։ Դե ընկերներ դառնալու համար շատ ժամանակ է պետք։ Օրինակ լսել ես, չէ՞, որ կարա լինի սեր առաջին հայացքից։ Ինձ թվում է լսած կլինես, բայց ընկերություն առաջին հանդիպումից ինձ թվում է բնարավոր չի։ Դրա համար գոնե ժամանակ է պետք։ Եթե ինչ-որ բանով կարամ օգնեմ։ Չէ, մերսի շատ, օգնեցիր։ Կարամ մի բան հարցնեմ։ Հա, բա ոնց հարցրու։ Ինչի ինձ պաշտպանեցիր։ Արամից։ Որովհետև չէի ուզում, որ ինքը քո հանդեպ իրան անշնորհք պահեր։ Իսկ քո համար մեկ չէր։ Իհարկե մեկ չէր։ Եթե պապիդ մի քիչ ուշանար, ես չգիտեմ, դրա մատերը կջարդեի ու չէի կարա թողեի, որ ինքը քեզ կպներ։ Ու անել են դեպքում, երբ որ դու չէիր ուզում։ Էմիլ։ Ես գնամ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Կարողա դու բացատրես ես ինչ կինոյի տեսարաներ։ Չէ, ոչ մի կինո չկար։ Հեռախոսս եմ կորցրել։ Սոնա ջան, բացի կամ խոսենք, որ կարողանաս հանգիստ քնես։ Սոնա ջան, դու ինձ կհասկանաս, վստահ եմ։ Չի բացում։ Չի բացում, բայց հաստատ քնես չի։ Աբջան, այս տանը մի բան կա, որ դու տեղյակ չես։ Ինչ։ Այս տան դռները չեն փակվում։ Հրում ես բացվում է։ Սոնա։ Ա, տունը չի։ Բա ուր է։ Չգիտեմ։ Իհարկե դա բերում էր զվարճալի խառնաշփոթի, որովհետև ամեն անգամ երբ նա փորձում էր առաջ գնալ, պարզվում էր, որ նա նայում է հետ։ Ու արդյունքում մի լավ ժամանակ։ Ինչ է, լավ Սոնա ինչ ես տեսե բա։
Չէ, չեմ տեսել։ Որ դուրս գար կնկատեի։ Ընտանեկան խնդիր կա։ Ես ավելի լավ եմ Այ պապ ջան, դու քնած էիր, ոնց կարողաս գայր։ Ինչ եք խառնվել իրար։ Բակում նստած կլինի։ Սոնան դուրսում է։ Սոնա ջան, ուր էիր այ աղջիկ։ Անհանգստանում էինք։ Ուղղակի դուրս է եկել։ Ահա, տեսակ։ Անիմաստ խառնվել էիք իրար։ Սոնա ջան, քիմ ես տեղակ չէր պահե։ Հերու չէի գնալու։ Կարող է պատժես, պապ ջան։ Արի օրինակ հուշեմ քեզ։ Կարաս հասարակական աշխատանք հորինես, գնամ անեմ։ Պատերը ներկեմ, աղբ հավաքեմ։ Այ որ հստակ որոշես, ինձ տեղյակ պայի։ Ես կգնամ կստորանամ ոնց որ դու ուզում ես։ Ինչ ես խոսում, Սոնա, ինչ ես խոսում։ Աղջիկ ջան, արդեն չափն անցնում ես, հարգի հորդ։ Սոնա ջան, այդպես չի կարելի բալիկ ջան։ Ավելի լավ անստեք, հանգիստ զրուցեք, հասկացեք իրար։ Հա, պապի ջան, ուղղակի հիմա զբաղված եմ, էլի գործեր ունեմ անելու։ Լեզվանի։ Ես քեզ դաս լինի, որ էլ երբեք չխափես աբո։ Պապ, ես ինչ արել եմ, տենց էր պետք։ Իա համար եմ արել։ Տրամադրությունդ մի գցի ալա ջան։ Ամեն ինչ կկարգավորվի։ Այս սև գիծը որ սկսել է պապ ջան, ես չգիտեմ երբ ավարտվելու։ Ընտանիքս ամբողջությամբ քանդվում է։ Ոչ մեկ չի կարողանում դեպրեսիայից դուրս գալ։ Մի մտածի։ Ամեն ինչ լավ կլինի։ Սոնա, դու իզուր ես ինձանից նեղանում։ Պապա, կարանք վաղը խոսանք։ Չէ, չեն կարա։ Ես չեմ կարա սատ գիշեր ինձ մեջից ուտեմ, որ լույսը բացվի նոր խոսանք։ Պապա, եթե դու չես ընդունելու, որ մեղավոր ես, ուրեմն կապ չունի, այսօր կխոսանք թե վաղը։ Դե նես չի որ 100% անոց ճիշտ է։ Ինչ։ Չեմ հավատում։ Ընդունում ես, որ սխալ ես եղել։ Չեմ հասկանում։ Դու կհորը չես ճանաչել։ Չէ, պապ, չեմ ճանաչել։ Հա, ես իմացել եմ, որ դու աբոն ես։ Որ քեզ բոլորը սիրում են, հարգում են։ Պապ, բայց ես չեմ իմացել, թե դու ինչ ձևի մարդ ես։ Փաստորեն դու չգիտես հերետ ինձ ձևի մարդ, հա։ Չէ, պապ, չգիտեմ։ Որովհետև դու տանը չէիր լինում, դու միշտ զբաղված էիր լինում։ Դու մեր այդ ժամանակ չես անցկացրել, պապա։ Ես աշխատել եմ, որ ձեզ պահեմ, առոք փառոք։ Հա, ու ես էլ սովորել եմ, որ պետք է օգտվեմ այդ առատությունից։ Պապ, իմ կյանքը ես չեմ ընտրել։ Դու ես մեզ տենց սովորացրել։ Ու ես մեղավոր չեմ, որ ես սովորել եմ այդ ամեն ինչին։ Հիմա դու ինձ մեղադրում ես, բալես։ Չէ, չեմ մեղադրում։ Միակ բանը, որ ուզում եմ հասկանամ, ինչի ես ինձ պատժում, նրա համար, որ ես սովոր չեմ այս ամեն ինչին։ Պապ, ես մեղավոր չեմ, որ կյանքի մենակ մի կողմն եմ տեսել։ Ու ես մեղավոր չեմ այն կյանքի համար, որով որ ապրել եմ։ Դու ճիշտ ես ասում, բալես։ Ունենց էլ չի, որ ապահով կյանքով ապրելը ամոթ բան է։ Կամ ինչ-որ մեկը քեզ մեղադրում է դրա համար։ Պապայի թագուհի։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտի տանում, ու տղուփայ սաղ բիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Ունենք շաուրմաներ խոզի, հավի, տավարի, պատրաստված թարմ մսով։ Ունենք մաղալի արդար, խորոված եւ յուտեղ քաբաբ։ Ունենք նաեւ 6 եւ 12 անձի համար նախատեսված combo plate-ներ։ Flaming Flower Shawarma and Grill համը խոսում է մեր փոխարեն։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ։ Հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Բարիգալուստ Lux Services, այստեղ ամեն բան կա։ Մեզ մոտ աշխատում են միայն պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ մեր ամսական membership package-ը կդարձնեն ձեր գեղեցկությունը մշտական։ Lux Salon, Lux ծառայություններ։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Delicious Bakery-ից կարող եք գնել նաև թարմ տեղում պատրաստված Դուբայի շոկոլադ, ինչպես նաև համանման բաղադրատոմսով
տորթեր։ Delicious Bakery, քաղցրավենիքի աշխարհի մասին ձեր բոլոր պատկերացումները այստեղ իրականություն կդառնան։ Nostimo Grill հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գերոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսամթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաեւ քեթրինգ ծառայություն։ Dog Resort Լոս Անջելեսում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն։ Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ LA Smart Blinds-ը Կալիֆոռնիայում համար 1 սերվիսն է թե որակով եւ թե գնով։ Ունենք պերգոլա պատիոներ, տաններցի համար ունենք roller shader, Roman shader, zebra shader, վարակույների լայն տեսականի։ LA Smart Blinds կոմֆորտը ձեզ է սպասում։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Դրսի խոհանոցներ, բարբեկյու մաղալներ, ալյումինե եւ երկաթյա փաթիոներ։ Կարճ ասած, զանգը ձեզնից, չափագրումը, նորավոր դիզայնը, որակյալ պատրաստումն ու տեղադրումը մեզնից։ Iron King LA, երկաթի ուժը ձեր տան մեջ։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին։ Lobster, crab, shrimp, խեցգետին։ Առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Little Paris, exclusive Igobo store, serving Armenian community last 44 years. Best family store in town. Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Խոնչար շաուրմա քյաբաբ ընտրիր 5, 10 կամ 15 հոգանոց բաժին, ռիլա մաջո ու աջարական տակ-տակ։ Խոնչար շաուրմա քյաբաբ, միսը մեր ձևով։ Ներկայացնում ենք Modern Dream House Construction Group-ը, New Construction, Remodeling, ներքին հարդարման ցանկացած աշխատանք, Modern Dream House Construction Group։ Ապրեսկոս։ Խնդրեմ։ Չես պարկում։ Ինչի խանգարում եմ։ Սկսվեց։ Ինձ պետք չի ուղարկել քնելու, եթե ուզում ես տանից դուրս գաս, կարաս հանգիստ դուրս գաս։ Ասեմ ավելին, գուցե քեզ արդեն սպասում են, կարող ես գնալ։ Մի քիչ շատ չես չափազանցնում։ Ես։ 1 վայրկյան ուշ հասնեի, դուք արդեն համբուրվելու էիք։ Ես ու էդ։ Օ, ես ու էդ։ Այդ ժամանակ ինչ-որ տենց արհամարական վերաբերմունքով չէիր խոսում։ Այ առասարակ ես իրան չեմ արհամարում։ Բայց այդ չի նշանակում, որ սիրում եմ։ Աղջիկ էր, մեկ էլ էր, խորհուրդ էր հարցնում, դե ես էլ որպես փորձ ունեցող մի քանի խորհուրդ տվեցի այդքան բան։ Շատ հետաքրքիր է։ Էմիլ, իրականում քեզ ուզում եմ հիշեցնել, որ Պապկեն պապիկը Սոնայի հետ կապված քեզ բան էր խնդրել։ Դու երևի հիշում ես։ Պապկեն պապին։ Հա, Սոնայի պապիկը։ Հա, ես հիշում եմ իր խորհուրդները ու հետևում եմ այդ խորհուրդներին։ Ես ոչ մի կապ չունեմ այդ աղջկա հետ։ Այսինքն ես իմ աչքերին չհավատամ։ Չէ, ուղղակի պետք չի երևակայությանը զոր տաս։ Այդքան բան։ Լավ Էմիլ, ժամանակը ցույց կտա։ Ժամանակը միշտ էլ ցույց է տալիս։ Բարի օր։ Բարև։ Ես ինչ ես անում։ Հեչ։ Թաղում ես։ Կյանքն եմ երկարացնում։
Ավելի էս մի քիչ too much չի կյանքը երկարացնելը։ Ինչ որ մեկի կյանքը փրկելը քո համար too much է։ Ինչ որ մեկի չէ, ծաղիկի։ Հիմա քեզ ցույց կտամ։ Ընդհանրապես իդեալական կլիներ, որ սկզբում դներ ջրի մեջ, ծիլերը դուրս տային, հետո նոր թաղեիր հողի մեջ։ Այդքանը որտեղից գիտես։ Ես իմ։ Դա տրամաբանական է էլի։ Լավ, արի ձեռքերը տել վահանակ։ Էմիլ։ Ես դու ինչ ես ցեխոտ։ Ծաղիկ եմ թաղում, ցանում, տնկում։ Ասոր խառն ես, հա։ Լսի, սրանց հետո որ ծաղիկ տնգելու կլնես, իշի որ բաբկեն պապտել ունի հող։ Կարաս գնաս հողերի հետ խաղաս։ Okay, հարց չկա։ Ու ընդհանրապես, եթե որոշես դաժը ստեղ ծաղիկ տնգես։ Հիշի, որ ստեղի հողը շատ փափուկ է, մինչև մարդաբոյ լավ փորվում է։ Էմիլ, ինչ ես խոսում։ Չէ, ես ուղղակի ուզում եի իմանայի լավ ես, լավ չես, ուզում եի իմանայի ոնց ես։ Շատ լավ է։ Այդ մատերը դրան տակ ես թողել։ Հա, բոլոր 10-ն էլ։ Դե քանի մենակ մատեր է ցավում, գնա կպի գործերիդ։ Okay. Bye. Have a nice day. Bye-bye. Դու ընդհանրապես սրա հետ ինչ գործ ունես։ Ինչի համար եք այստեղ ծաղիկ տնգելու։ Էմիլ, ես չեմ հասկանում, դու կիրթ խելացի տղա ես, ես ինչ պահվածք է, ինչեր ես խոսում։ Հարցս չես լսում։ Ասում եմ ինչ գործ ունես սրա հետ։ Ես իր հետ ընդհանրապես գործ չունեմ։ Դու մոռացել ես, որ ինքը բաբկեն պապիկի թոռն է։ Ընդամենը։ Մի հատ էլ ուզում ես պաշտպանես։ Երեկել բաբկեն պապիկի մյուս թոռն էր եկել այստեղ։ Դուրից չեկավ, չէ։ Կարևորը քեզ դուր եկավ։ Փաստորեն քեզ ամեն ինչ կարելի է, իսկ ինձ չէ։ Մի րոպե, ինչ է նշանակում քեզ կարելի է, ինչ չէ։ Քո հետ եմ։ Ճիշտն ասած, որ այս ծանոթությունը ստացա շատ անհանգստացա, երբեք թղթերի հետ խնդիր չեմ ունեցել։ Մի անհանգստացեք, ես ամեն ինչ կուսումնասիրեմ, եթե գործերը կարգին են, ուրեմն թյուրիմացություն է։ Իսկ հնարավոր է, որ թյուրիմացություն չի ու իրոք ինչ-որ խնդիր կա։ Ոնց որ թե չէ, որովհետև աշխատանքը օրինական է, բոլոր հայտերը տեղում են։ Կարող է երրորդ անձի բողոք լինի։ Հնարավոր է, էմիգրացիոնը երբեմն ստանում է նման դիմումներ եւ ցանկանում է ամբողջությամբ ուսումնասիրել այն, բայց դուք մի անհանգստացեք, ես կզբաղվեմ ձեր հարցով եւ կկապվեմ ձեզ հետ։ Հանգիստ գնացեք ձեր աշխատանքին։ Եղավ, շատ շնորհակալ եմ, ուրեմն կսպասեմ ձեզ այն։ Ստեսություն։ Ես զգում եմ, իրավիճակը հասել է այնտեղ, որ ես պետք է ամեն ինչ իմ ձեռքը վերցնեմ ու սկսեմ գործ անել։ Հա, այ ապրես, ես էլ եմ այդ ասում։ Մի րոպե, ինչ գործ։ Ոնց ինչ գործ։ Էջենտ ճարեմ, որ ինձ օգնի։ Ալա։ Քեզ հիմա ոչ թե agent-ա պետք, այլ procedure-ա պետք։ Հազար անգամ ասել եմ, այստեղ ինչ ուզում ես արա, ես կվճարեմ։ Գիտես ինչ, ամբողջ կյանքում ինձ համար աբոնա վճարել, հիմա էլ ուզում ես նույնը դու անել։ Չէ, ես ուզում եմ իմ փողը ինքս աշխատեմ։ Համարը երազանքս կիրականացնեմ։ Ես քո փոխարեն կերազեի, մի երկու պրոցեդուրա ստեղանցնեի։ Դե հա, բայց ոչինչ, կհամբերեմ, մի ամսից հոնորարս կստանամ ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Լավ արագ ես ուզում հասնես երազանքին։ Ես շատ լուրջ դրանով կզբաղվեմ։ Լսի, ես սրա համար չեմ եկել։ Ինքս ես գժի շորերը հագցրել ինձ բերեստը կայնացրեի։ Մի հատ կպի բորտին։ Բորտին ենք էլի կապացնել պատճառ։ Մալադի։
չես բերե ինձ իստե։ Կարևորը ստուգումներն են։ Ինչ ես ստուգում։ Լսի, ուզում եմ ստուգեմ տեսնեմ այդ ուղեղիդ մեջ ամեն ինչ նորմալ է, թե չէ, թե մնացած ուղեղդ կույրաղիքիդ մեջ է։ Միլա կպի գործերին։ Լսի լա բա դու չես ուզում որ ընկերոյդ երջանի կլնի։ Շատ եմ ուզում, բայց ոնց երևում է էդի քո հետ չի լինելու։ Ինչի, ինձանից ավելի հարուստ տղա է ճարը։ Ամբողջ խնդիրը հարստությունն է։ Հա, բա ինչ է։ Յանի ինքը տենց չէր, հա, էդ ինչ փոխվա որ։ Լսի գոնես ուսումն է էլի։ Դու չէիր ասում որ ինքը քեզ էլ պետք չի, հիմա դուք ինչ եղավ։ Ոչ մի բան չեղավ, սաղ ստաբիլ է։ Հիմա օգտելու ես թե չէ։ Եղավ միլա աղջիկ։ Դու մեր հարսանիքին չես գալու։ Ու վաբշե ես իմ կնգան արգելում եմ քո հետ շփվի։ Մենք ես բլոկ ենք անելու մեր ընտանեկան Instagram-ով։ Ոյ լսի, ես քո կնգա ոչ ճանաչում եմ, ոչ հա ուզում եմ ճանաչեմ, օքեյ։ Ես նոր ես գալիս։ Հա, իրավաբանի մոտ էի։ Ինչ հարցով։ Ինչ որ մեկը իմ դեմ դիմում ա գրել էմիգրացիոնում։ Իբր ես անօրինական եմ աշխատում։ Բայց դա հո այդպես չի։ Իհարկե այդպես չի։ Իսկ ով ա գրել։ Ես էլ շատ կուզենայի իմանայի։ Ու դրա իմաստը հասկանայի համել։ Իմ օգնության կարիք ունենաս ասա։ Ես շտապ դուրս եմ գալիս։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, բարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Մի ժպիտ, դեղնած ու հիվանդատամներ եւ դուք արդեն խաղից դուրս եք։ Այդպես է կյանքը։ Հիմա մոտ է այլևս չունենալ գեղեցիկ ատամներ, հատկապես երկա Dentaluxe-ը։ Մեզ մոտ մեկ օրում, այո, ճիշտ լսեցիք, կարող եք տեղադրել իմպլանտներ եւ ստանալ գեղեցիկ բնական ատամներ։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին ունեցել եք երիտասարդ տարիներին։ Մեր բացառիկ AI լաբորատորիան, որ ունի միայն Dentaluxe-ը, կվերականգնի եւ տեղում կպատրաստի ձեր նոր ատամները, որոնք նույն օրը կտեղադրվեն։ Չէ, սխալ չեք հասկանում։ Մեկ օրում ատամների լիարժեք վերականգնում։ Այնինչ նախկինում արժեր 30, 40, 50 հազար դոլար եւ ավելի, այսօր հասանելի է ձեզ ընդամենը ամսական $500 վճարով, ֆինանսավորման հնարավորությամբ, որը կօգնի ձեզ ունենալ ցանկալի ժպիտը։ Իսկ եթե ունեք ապահովագրություն, ինշուրանս, համեցեք, ոչ մի խնդիր։ Մի ուշացրեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ այցելեք US Armenia-ի շենքի երկրորդ հարկում գտնվող Dentaluxe, ամենահզոր ատամնաբուժական կենտրոնը։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաև դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ 707 771 77 Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները երաշխավորված են։
Ոնց, միջև 60% saving, 25 տարի warranty, 0 down payment, ամեն ինչ հենդլ եք անում իմ տեղը։ Հա, ուզում եմ։ Beam Solar by Sky Solar Pro։ Solar համակարգեր, տեղադրում եւ սպասարկում։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մեզ մոտ կարող եք կազմակերպել նաև հեքիաթային ծննդյան միջոցառումներ առանձնահատուկ ձևավորմամբ, թեմատիկ խաղերով ու բազում անակնկալներով։ Նվիրեք ձեր փոքրիկներին ժպիտներով, խաղով ու անմոռանալի հիշողություններով լիոր։ My Little Town, այնտեղ, որտեղ մանկությունը դառնում է արկած։ Շատ լավ է, okay, լավ է։ Դե տունը եկաք, տեսակ, հավանեցիք, ինչպես տեսնում եք, հիանալի տունը մտնել ապրելու համար։ Դա արդեն ինքը գիտի, չէ՞ բոբ։ Հա, որ մենք միասին եկանք, տեսա ես միանգամից հավանեցի, okay, Շատ լավ։ Մի բան էլ ավելացնեմ, խորհուրդ կտամ, եթե պիտի գնեք, անպայման ստեղծեք Living Trust, որպեսզի ապահովագրեք այս հիանալի մեծ ներդրումը ավելորդ հարկերից եւ հազար տեսակ խնդիրներից։ Ահա, հա, ախպերս քաղաքի ամենալուրջ մասնագետին ենք դիմել։ Հա, փաստորեն դուք Living Trust-ել եք անում։ Այո, իհարկե, ինչպես արդեն ասացի, անշարժ գույքի հետ կապված ամեն ինչ A to Z։ Եվ եթե կուզենաք, ուրիշ տները կարող ենք դիտել։ Չէ, լրիվ օքեյ է, մենք այս տունը հավանել ենք։ Չէ, օքեյ է, որ մենք միասին եկանք տեսանք, ես էսի շատ եմ հավանել, օքեյ է։ Շատ լավ, դե թե կուզեք, պատրաստ եք գործարքը սկսենք։ Մերսի շատ, որ ընկերոջս անտուն չթողեցիք։ Այսինքն Կարեն, դուք վաճառում եք ձեր տունը ձեր ընկերոջը։ Դե հա, ինչ որ խնդիր կա։ Չէ, ամեն ինչ նորմալ է, տարբերություն չկա։ Դե լավ, ես գնամ, ինձ ճանապարհել պետք չի առայժմ։ Մերսի, հաջողություն։ Ապե, բա որ պիտի գայինք հասնեինք ստե, այս ամեն ինչը ինչի համար էր։ Լսի, շատ կարևոր է, որ այս ամեն ինչը ճիշտ, կոնկրետ, պատասխանատու անենք, որովհետև գիտես, այս անտեր երկրում տուն ծախել առանց այս ամեն ինչի չի լինում։ Չլին փոշմանել ես։ Մի հատ էլ բան հարցնեմ էլի թեմայից դուրս։ Դու կարող էի մնաց տես 14-15 տարեկան երեխեքը ուր են գնում տենց դժալ ու ժամանակ անցկացնելու։ Հա, գիտեմ։ Ինչ կասես էլի։ Սա կուղարկեմ։ Արա դե գիժան լավ էլ ինգեր մտ տանձիկ պետք է առնեմ պրծնեմ քեզնից։ Արա պոնշան, քովրեն ավելի հարմար է։ Արա դե լավ, արա դե Ճշտի վայներ, ինչ կա։ Իա, այսօր ոնց որ տրամդ բարձր է, Դեյվ ջան։ Տենանք էլի։ Այդ ոնց որ վստահ չասիր, հա։ Ինչ որ մեկը կա, որ աղբորս վստահության վրա նաշկա դրե, ասա դրան բիլիարդի շարերով թաղեմ։ Չէ, աղբերը, սա տոշնի է։ Սուտ մի հատ կարևոր ինֆորմացիա եմ սպասում։ Ահա։ Այս էլ ոնց որ այդ կարևոր ինֆորմացիան։ Այսօր ինչ չսպասեք տղերի, գործեր ունեմ։ Դեյվ ջան, այսօր բազդրների օր է, մարդիկ գիտեն։ Աղբեր Սողոմոն իմաստունը, որ Սողոմոն իմաստուն էր, ինքը դաժե ազատորում էր։ Որ մարդիկն ինչ ենք ասելու։ Արա Սողոմոն իմաստունը ով է։ Արա դե գեներալ անգեր։ Հա։ Տենց, եկել էր, որ էլի իրեն օգնեմ։ Հույս ունեմ ասեցիր, որ էլ չփորձի։ Հա, հենց տենց էլ ասեցի, որ էլ ընդհանրապես չփորձի։ Դե շատ լավ է։ Միել, ուզում եմ աշխատանք գտնեմ։ Աշխատանք։ Իսկական։ Ինչի անիսկական էլ է լինում։ Սոնջան ցավը տանը կարող է երկար էս արևի տակ մնացել։ Չէ, լուրջ եմ ասում։ Կյանքս։ Ասի մի 5 րոպե ոտս կախկցեմ հանգիստ իրար հետ խոսակ, հետո գամ հանգիստ ձեզ խանգարեմ։ Ասա ինչ տակտով եմ։ Տինտատա, 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 տինտատա։ Դե ինչքան կարելի է սպասել, մեռանք սպասելով։ Բայց ես թվում էր նրանց հետ գործ բռնելը հեշտ է։ Ինձ որ մնա ես բոլորի հետ է կարամ աշխատեմ։ Ինձ թվում է շատ ենք ուշացնում ու մի վատ բան ըլնելու է։ Հա, պետք է շտապել, քիչ ժամանակ է մնացել։ Որ օրենքը փոխվեց, ոչ մեկի հետ էլ չես կարող աշխատես։ Արա դե թողեք հանգիստ հաց ուտենք էլի։
Ինձ էիք սպասում։ Դե, ասեք տեսնեմ, ինչ էիք մտածում աբոյի գլուխը կորցրած։